գիտե դու հարց տվել ես քեզ, ինչի համար մարդու հետ երբ որ խոսում ես, մարդը քեզի պատասխանում է, ես ճանաչում եմ Հիսուսին, ես աղոթում եմ այլ մեր աղոթքը, ես լավ գիտեմ Աստծուն, բայց երբեք չի ուզում ապաշխարի։ Երբեք վիցե հարց տվել ես քեզ, որովհետև իր կյանքում սուտը ճշմարտության փոխարեն արդեն մատուցանված է, ինքը գիտի արդարացված է, ինքը գիտի արդար է, դրա համար չի մոտենում ասում։ Մի բան, եթե ուզում ես մարդը փրկվի, բաց նրա աչքերը, թող տեսնի որտեղ է, ու ինքը կփրկվի։ Ուղղակի կուրություն կա, ինքը չի հասկանում։ Նոր մեր քուրիկը վկայեց, ասում է, ես տեսա, որ փոսի մեջ էի։ Ես տեսա խորը փոսի մեջ էի, որտեղ սատանան էր ինձ իջացրել։ Հետաքրքիր է, տես, երբ որ դու նկատում ես, դու տեսնում ես, որ դու փոսի մեջ ես, երկրորդ բանը, որ դու ուզում ես անել, սա է, դուրս գալ փոսից։ Ամեն։ Ամեն։ Բայց կուրությունը երբեք քեզ չի թողում, որ դու տեսնես, որ դու փոսի մեջ ես, որ դու մեղքի մեջ ես։ Ամեն։ Չի թողում, որ դու տեսնես, որ դու մեղավոր մեկն ես, ապաշխարության կարիք ունես։ Դա կույր տեսողությունն է, ժողովուրդ, դա սատանայից առաջարկված ու սատանայից տված, մատուցանված տեսողությունն է։ Գիտես, Աստծո կյանքը ճշմարիտ է ու Աստված հաստատուն է, երբ որ ասում է, որ մեղավորը կմեռնի, մեղավորը կմեռնի։ Երբ որ ասում է արդարը կապրի, արդարը կապրի։ Ամեն, երբ որ ասում է ինձ հավատացողը մահ չի տենա, մահ չի տենալու, ասում է մեղավորը կմահանա, կմահանա, չկա ուրիշ բան։ Մայրամը լավ գիտակցեց այս փաստը, Մայրամը լավ հասկացավ այս փաստը, երբ որ եկավ ասեց Հիսուսին ասեք թող գա, ու աշակերտները մոտեցան ասեցին Հիսուս մայրդ եւ եղբայրներդ քեզ են սպասում, Հիսուսը մի բան ասեց սրանք են մայրն ու եղբայրները։ Ու Մայրամը մի բան լավ հասկացավ, եթե չապրի ճշմարտության մեջ, չի կարա կենդանի մնա։ Կապ չունի մայրն է, կապ չունի քրիստոնյա ես, կապ չունի եկեղեցի ես գալիս, թե չէ, եթե չապրես քրիստոնեության մեջ, խոր Աստծո բաների մեջ, եթե չապրես Քրիստոսի հետ հավասար միաձուլված, դու չես կարա կյանք ունենալ։ Դա թափ տվեց Մայրամին, ես հավատում եմ, որ Մայրամը շոկի մեջ ընկավ։ Ոնց, իմ տղան է, ես կանչում եմ ու ինձ ես պատասխան է տալի։ Այո, մի զարմացեք ծնողներ, երբ որ ձեր զավակները երբեմն մերժեն ձեր ասածը ու անեն Տիրոջ ասածը։ Հալելույա Տեր, փառքես։ Ամեն, մի զարմացեք։ Հալելույա։ Մայրամը լավ հասկացավ, որ եթե լույսի մեջ չբնակվի, հավիտենական կյանք չի ունենա։ Եթե Քրիստոսի հետևից չգնա որպես Տեր ու Փրկիչ, հավիտենական կյանք չի ունենա։ Ամեն, փառք Հիսուսին։ Գերանը, որի մասին խոսում է Հիսուսը, սատանայի բացած տեսողությունն է, սատանայի էությունն է, երբ որ գերանը քո կյանքի մեջ է ու դու չես տեսնում։ Դա սատանայի էությունն է։ Եղբայրների հետ քննում էինք մի օր այս խոսքը ու հետաքրքիր էր, ասում եմ, Տեր իմ Աստված, փուշ, որը անտեսանելի է, նույնիսկ մարդիկ, երբ որ փուշ է մտնում իրենց մատերը, ստիպված են լինում ակնոցներ կրել, որպեսզի այդ փուշը տեսնեն ու հանեն։ Անտեսանելի։ Ասում է, ամբողջ մի ծառը, ամբողջ մի գերանը քո կյանքի մեջ, քո աչքի մեջ, դու նկատում ես փուշ ու չնկատելով գերանը։ Սա կույր տեսողություն է, ժողովուրդ, սա սատանայի կողմից բացված տեսողություն է։ Հիսուսը մի շատ լավ բան ասեց, արեք կարդանք այս խոսքը, Հովհաննես 9-րդ գլխի մեջ, Հովհաննես 9-րդ գլուխ, 39, Հովհաննես 9:39 Քեզ Հիսուս։ Ամեն։ Ես դատաստանի համար եկա այս աշխարհը,
որ չտեսնողները տեսնեն եւ տեսնողները կուրանան։ Ես ասում եմ, Տեր իմ Աստված, ի՞նչ է խոսքը ասում, ու շարունակությունն էլ եկեք կարդանք, սա ինձ շատ էր զարմացնում։ Եվ փարիսեցիները ոմանք, որ նրա հետ էին, լսեցին այս եւ ասեցին նրան. «Միթե մենք էլ կույր ենք»։ Հիսուսը նրանց ասեց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենալ, բայց հիմա ասում եմ, թե տեսնում եք, նրա համար ձեր մեղքերը մնում են»։ Հիսուս ասում է, ո՞ց թե ասում է, որ տեսնում են, ուրեմն մեղք ունեն, որ չտեսնեին, ուրեմն մեղք չէին ունենա։ Ահա բացահայտված է մեր Տիրոջ խոսքերը ամբողջությամբ։ Ասում է, եթե դու սատանայի համար կույր չլինես, եթե դու սատանայի ցույց տված բաների համար կույր չլինես, ասում է, դու մահի մեջ կմահանաս։ Հալելույա։ Տեսնում եք, չէ՞։ Ու հարցական էր իմ համար, ասում էի, Տեր իմ Աստված, ինչու Պողոսը կուրացավ, եթե պետք է այնտեղ նորից աչքերը բացվեր։ Ես նայում էի մարմնավորապես, ասում էի, աչքերը կուրացավ, այստեղ հետո բացվեց։ Ու ինչի համար սա եղավ։ Ու հետո Աստված մի օր բացահայտեց, ասեց, լսի, աշխարհի տեսողությունը մինչև չկուրանա, դու չես կարա մի նոր տեսողություն ունենաս։ Դու չես կարա իմ բաները տեսնես։ Աստված ասում է, տեսեք այն ամենը, ինչը որ ես եմ ձեր կյանքում ուզում լինի։ Հիսուսն ասում է, ես անում եմ այնպես, ինչպես տեսնում եմ հորը անելիս։ Տեսնում եք, ինչքան կարևոր է տեսնելը, ճիշտ տեսնելը ու ճիշտ հայացք ունենալը։ Ես այսօր ուզում եմ ոչ թե դուք ձեր հայացքները ուղեք քննելու վրա, այլ հայացքները ուղեք Աստծո խոսքի վրա։ Ամեն։ Ով քնած էր արթուն կենա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հիմա տեսնենք, թե ինչ է անում Աստծո տեսողությունը։ Հիմա տեսնենք, մենք լավ հասկացանք, որ սատանան տալիս է մարդուն տեսողություն, որ շեղի քեզ Աստծո նպատակներից ու Աստծո ծրագրերից, որ հակառակ կարծիք ունենաս, բոլորովին հակառակ կարծիք, ինչպես քո Աստված ունի, բոլորովին հակառակ կարծիք ա ուզում ունենաս։ Եթե դու չտեսնես Աստծո նման, դու ամբողջությամբ լրիվ ուրիշ բաներ կտեսնես մարդու կյանքում։ Մի պատմություն պատմեմ, անցնում են երկու մարդ ու բավականին շուտ սատկած շուն են տեսնում, շուտվա սատկած շուն են տեսնում։ Ու մեկը անցնում ասում է, վայ, ասում է, այս ինչ կեղտոր տեսարան է, այս ինչ փտած շուն է, քիթը փակում անցնում է, այն մյուսը անցնում է, տեսնում է շուն, ասում է, բայց նա ինչ գեղեցիկ ատամներ ունի սպիտակ։ Ամեն, ինչպես են տեսնում քո աչքերը, ինչ են տեսնում քո աչքերը։ Ես մի բան եմ ստեղ գրել, հենց կուզեմ կարդամ, որ հա, Երանի բոլոր մարդկանց տեսնելուց լավը տեսնեմ։ Ես իմ կյանքի համար եմ գրել։ Ու ուզում եմ, որ դա ձեր կյանքի մեջ դաջվի։ Ինչքան լավ է, երբ որ բոլոր մարդկանց տեսնելուց նրանց մեջի լավը տեսնեմ։ Ամեն։ Ամեն, որտեղ Հիսուսն ասեց՝ մի դատիր։ Մի դատիր։ Շատ անգամ իմ ու քրոջս ու եղբորս կյանքում կարող է բաներ տեսնեմ, սկսեմ իր կյանքում նստեմ գային, դատավոր լինեմ, բայց Տերն ասում է՝ լսի, մի դատի, դու լավը տես իր կյանքում, վատի համար աղոթիր։ Ամեն։ Ամեն։ Աստված քեզ տալիս է տեսողություն, որ տեսնես մեղքը ու կանխես մեղքը, իսկ սատանան քեզ տալիս է տեսողություն, որ դու տեսնես մեղքը ու ջրես մեղքը, որ նա աճի։ Հալելույա, ինչ են տեսնում քո աչքերը։ Ես ձեզ խորհուրդ կտամ, ժամանակ առ ժամանակ, եթե հեռուստացույցի մոտ եք ու վահանակը ձեր ձեռքն է, եթե տեսնում ես, որ այն չի, ինչը որ Աստված կուզեր քո աչքերը տեսնեին, մի անգամից շուր տուր մյուս կանալը, մյուս ալիքը։ Թե չէ քեզ այդտեղից կբռնի ու կհասցնի շատ խորը տեղեր, մինչև իրեն երկրպագույն։ Տես, Հիսուսին ասում է, բան ցույց տվեց,
Երկրորդ քայլն էր, նպատակ հայտնեց, ասեց ինձ երկրպագի, այն ինչ որ տեսա, այն ինչ որ հաճելի է կամ չգիտեմ աչքերին թվում է ճոխ, ես դրանք բոլորը քեզ կտամ։ Հիսուսն ասեց այդ տակի ինն է։ Ամեն։ Սես թենես, դա ինն է։ Ես չեմ երկրպագի քեզ մի բանի համար, ինչը որ դու ուզում ես ճշմարտության տեղ բերես, սուտը ճշմարտության տեղ բերես։ Հալելույա, փառք Աստծուն։ Աստված տալիս է մի տեսողություն, որտեղ մենք կարողանում ենք տեսնել իր գործերը։ Ամեն։ Ու երբ որ դու հայտնություն ես ունենում, Աստծուց հայտնություն ես ունենում, Աստված բացում է քո աչքերը, լուսավորվում ես դու։ Դու սկսում ես տեսնել նոր բաներ, դու սկսում ես տեսնել այնպիսի բաներ, որ Աստված վաղուց պատրաստել էր քո համար, բայց դու փակել ես քո աչքերը, չէր երևում քեզ։ Պողոսի համար ասում է թեփերը ընկան նրա աչքերից։ Թեփերը ընկան նրա աչքերից։ Մի ուրիշ տեղ Աստվածաշնչում գրված ասում է սատանան քող է գցել մարդկանց աչքերին, որ չտեսնեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Սաղմոս 119-130-ը, տեսեք ինչ ասում։ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին։ Սաղմոս 119-130, խոսքերի հայտնությունը լույս է տալիս։ Տիրոջ խոսքի հայտնությունը փափագի, Տիրոջ խոսքը փափագի քո կյանքում, նա լույս է տալիս քեզ։ Դու սկսում ես ճիշտ տեսնել։ Ամեն։ Դավիթը Սաղմոս 119-ում ասում է, 119-18 խոսքը, մի քիչ հետ գնա, բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ։ Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ։ Քանիս իսկ կյանքում Աստված հրաշքներ է անում, բայց մենք ընկած ենք, տրտնջում ենք այն բանի վրա, որ չի ստացվում հիմա մեր կյանքում։ Ինչն է խնդիրը, որ ես ու դու մեր հայացքները չենք ուղղում այն հրաշքներին, որ Աստված արել է։ Դավիթ ասում է, բաց իմ աչքերը, որ ես տեսնեմ քո հրաշքները, որ գոհանամ քեզանից, բավական է տրտմի իմ անձը։ Ամեն։ Պատկերացնում եք Դավիթի վիճակը, միտեղ ասում է ինչու ես տրտում, միտեղ էլ հասկանում է արդեն ոնց կարելի է ցնծալ եւ ուրախանալ։ Ասում է, բաց տեսնեմ ու ցնծամ։ Ամեն։ Փառք Հիսուսին, ժամանակ առ ժամանակ աղոթեք, ասեք Տեր իմ Աստված, բաց իմ աչքերը, քո արածները իմ կյանքում տեսնեմ, քո արածները իմ կյանքում գնահատեմ։ Գիտես, եթե դու Աստծո արածները գնահատես այնքան, ինչքան արել է քո կյանքում, դու ավելի շատ կգոհանաս Աստծուց, ավելի շատ գոհ կլինես, բայց դու շատ փոքր ես նայում Աստծո արածները, շատ քիչ ես նայում Աստծո արածները։ Մի մարդ մոտենում է հովիվներից մեկին, ասում է, հովիվ ինչի իմ կյանքում այս անհաջողությունը, այն անհաջողությունը, ինչի իմ կյանքում ոչ մի բան չի ստացվում, ես զոհաբերությունը տալիս եմ, տասանորդը տալիս եմ, ծառայություններին գալիս եմ, ու հովիվը ինքան ասում։ Ասում է, գնա լավ աղոթի։ Ու ասում է, երբ որ գնաց, ասում է, ես իմ ներսում մի բան ասեցի, ասեցի, Տեր իմ Աստված, երբ որ նա խոսում էր իմ այդ սիգարետի հոտը փչում էր